Բարի լույս սիրելիներ, եղել են կյանքում դեպքեր, երբ դուք ինչ-որ պատճառով ամաչել եք որպես քրիստոնյաներ կամ հասկացել եք, որ ձեզ անարգում են կամ հեգնում են, փորձում են մեր բարերով ասած ձեռ առնել ձեզ, որովհետև դուք ներկայանում եք որպես հավատացյալներ։ Այո, թերևս իմ կյանքում այդպիսի դեպքեր եղել են։ Եվ կարծում եմ, որ յուրաքանչյուր մեկի կյանքում կլինի։ Անգամ տան անդամները շատ դեպքերում փորձում են հեգնել, փորձում են կատակի վերածել մեր հավատացյալ վիճակը։ Անգամ քրիստոնյա ազգերը ենթարկվում են հալածանքների կամ ճնշումների, իրենց հավատքից ելնելով, իրենց քրիստոնյա լինելով։ Վառ օրինակը հայ ժողովրդի պատմությունն է, երբ որպես քրիստոնյաներ մենք բազմիցս ենթարկվել ենք հալածանքների, բազմիցս ենթարկվել ենք կոտորածների, մինչև անգամ ցեղասպանություն։ Այս ամեն ինչը պետք է լինի քրիստոնյաների հետ։ Բայց երբ քրիստոնյաները հասկանում են, որ իրենց ճանապարհը Աստծով է պայմանավորված եւ իրենց փրկությունը միայն եւ միայն Աստծով է, այն ամենը, ինչ իրենք կրում են այդ բային որպես հալածանք, դառնում է իրենց համար միջոց մի նոր կյանք ունենալու, մի նոր վիճակ ունենալու Աստծո ողորմության եւ սիրո մեջ։ Այսօրվա ընթերցումը Եսայի մարգարեության 61-րդ գլխից հետեւյալ հատվածն է. Ձեր ամոթի փոխարեն կրկնակի ուրախություն, ձեր անարգանքի փոխարեն ցնծություն պիտի վայելեք, եւ ապա դարձյալ պիտի ժառանգեք երկիրը եւ հավիտենական ուրախություն պիտի լինի ձեզ համար։ Ահա Եսայի մարգարեի միջոցով Տիրոջ խոստումը հրյաներին, ասելով, որ եւ պիտի փոխվի ձեր կյանքը եւ այս ամեն ինչը պիտի ունենաք։ Ինչու՞, որովհետեւ հրյաները հասկացել էին, որ իրենց կյանքը եւ իրենց լինելիությունը, գոյությունը պայմանավորված է միայն եւ միայն Աստծով։ Սիրելիներ, այսօրվա հոգևոր նախաճաշը այս պատկամն է մեզ տալիս։ Եթե մենք ուզում ենք ունենալ այն, ինչ որ Տերը կամեցել է, որ մեր կյանքում լինի, եթե ուզում ենք լինել, գոյություն ունենալ առհասարակ, դա միայն եւ միայն Աստծով է պայմանավորված։ Մենք որպես հավատացյալ քրիստոնյաներ այլ ճանապարհ չենք տեսնում մեր կյանքը կառուցելու, շինելու, պայծառացնելու եւ ավելի բարոր դարձնելու, եթե ոչ միայն աստվածային ճանապարհը։ Եվ այն վայրկյանին, երբ ազգովի տեսնում ենք Աստծո ներկայության եւ անհրաժեշտությունը եւ կարեւորությունը, այդ պահից մենք ենթարկվում ենք այս պատկամին, այսօրվա ընթերցման։ Եվ նաեւ մեր անհատական կյանքի մեջ, որքան էլ հալածանք կա, դժվարություն կա, բայց երբ մենք հասկանում ենք, որ մեր ճանապարհը Աստծով է, այդ պահից Աստված այդ հալածանքն ու դժվարությունը դարձնում է մի նոր կյանքի սկիզբ մեզ համար, որտեղ ավելի մեծ օրհնություն կա, որտեղ ավելի մեծ աջակցություն կա Աստծո կողմից։ Այնպես որ ամեն դեպքում թե մեր ազգային վիճակը, թե մեր երկրի կարգավիճակը, թե մեր անհատական ապրումները վստահենք Տիրոջը, հանձնենք Տիրոջը, դառնանք դեպի Աստված եւ Աստված մեզ տալու է ժառանգությունը, այն ժառանգությունը, որ իր օրհնությունն է, եւ այն ուրախությունը, որ հավիտենական է։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։